Դու ունես էրեկտիլ դիսֆունկցիա, հանձնել ես բոլոր անալիզները, անցնել ես բոլոր քննությունները, բոլոր բուժական մեթոդները, խմել ես բոլոր դեղերը, բայց պարզ հասարակ բան, քո էրեկցիան դեղերը վերջացնում ես ու չի վերականգնում, ինչի հետ դա կարա կապված լինի։ Իսկ դու հեշտ մտածել ես, քո օրը ոնց է դասավորված։ Եթե դու օրինակ գիշերային աշխատանքի ես, ցերեկները չես կարողանում քո քունը հագեցնել, անընդհատ ստրեսի ու լարվածության մեջ ես, հիմնականում օրինակ ծրագրավորողներ, բժիշկներ, բիզնեսմեններ, քո ուղեղը անընդհատ աշխատում է ուրիշ ուղղությամբ, քո օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է միանում ու ասում է՝ «Սա վտանեմ ծիբենի, դա էրեկցիի, գարիտ, всё, գարիտ», այսպես վատրուսերենով ես պահա ասեցի։ Поэтому Հասկացեք, անալիզները եւ մնացած բոլոր ցուցիչները կարան ցույց տան ֆիզիոլոգիական խնդիրները, բայց էրեկցիան ստեղից էլ է գալի։ Երբ որ ստեղ ձեր մոտ նորմալ չի, ձեր քունը կարգավորված չի, ձեր ստրեսային հարցերը լուծված չի, օրինակ միլիոններով պարտք ունեք, ձեր ստրեսը կանցնի ժամանակ, երբ որ այդ միլիոններով պարտքերը կփակեք ու հանգիստ քնով կքնեք։ Կամ երկրորդ տարբերակը, այդ միլիոններով պարտքերը չեք փակի ու ձեզ կլինի вообще հեժվետների չի։ Այդ վաղ կունենաք դաստոյնի էրեկցիա։ Իսկ այդ վիճակից դուրս գալու համար ձեզ պետք է գա հոգեբանի, սեքսոպաթոլոգի խորհրդատվություն ու սպորտ։ Առողջ եղեք։